Անհնազանդություն եւ Միացյալ Նահանգների ազգային շահերի հետ բախում նմանատիպ ձևակերպումներ շաբաթներ առաջ բերեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հիմնավորելով միջազգային զարգացման գործակալությունը պետական վերահսկողության տակ վերցնելը։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը բազմիցս անտեսել է ազգային շահերը եւ որոշել, որ ինքը համաշխարհային բարեգործական կազմակերպություն է եւ գործում է ազգային շահերից անկախ։ Միաժամանակ կան USAID-ի բազմաթիվ գործառույթներ, որոնք կշարունակվեն եւ որոնք լինելու են ամերիկյան արտաքին քաղաքականության մի մասը։ Վաշինգտոնի կենտրոնակայանի աշխատողները փետրվարի 3-ից ուղարկվել են արձակուրդի, Թրամփն էլ հրամանագիր է ստորագրել այլ երկրներին օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին։ Աշխատանքային 15 օրվա ընթացքում ավելի քան 4100 դրամաշնոր, մոտ 4.4 միլիարդ դոլար արժողությամբ ճանաչվել են որպես չեղյալ համարելու ենթակա, ինչը ենթադրում է դրամաշնորային ֆինանսավորման 28% կրճատում։ Այս ջանքերը կհավասարակշռեն իրական մարդասիրական օգնությանը եւ հարկատուների դոլարները խելամտորեն օգտագործելու անհրաժեշտությանը, առաջ մղելու ամերիկյան շահերը երկրի ներսում եւ արտերկրում։ Բնական է, կրճատվել է նաև Հայաստանին տրամադրվող օգնությունը։ Մինչ դրամաշնորային համաձայնագրի սառեցումը, սակայն USAID-ին հաջողվել է խոստացված 250 միլիոն դոլարի մոտ 50%-ը փոխանցել մեր երկիր։ ԱԳՆ-ից հայտնում են, որ պետդեպարտամենտի եւ գործակալության կողմից ֆինանսավորվող արտաքին աջակցության բոլոր ծրագրերը սառեցված են, գերատեսչությունն էլ գործակալության հետ համատեղ իրականացվելիք ծրագրեր չունի։ 2024 թվականի դրությամբ 250 միլիոն դոլարից հատկացվել է 110 միլիոն դոլար, որի շուրջ 49 միլիոն դոլար ուղեկցվել է ժողովրդավարական անցման խթանմանը։ Այս նախաձեռնության շրջանակում իրականացվել է 5 ծրագիր, շուրջ 60 միլիոն դոլար էլ բաշխվել է ծրագրերի միջև տնտեսական անվտանգության բարելավման շրջանակում։ Փորձագիտական համայնքից ազդակներ կան, որ գործակալության փակումը կանդրադառնա Հայաստանում մի շարք բարեփոխումների վրա, քանի որ գործակալությունն անմիջական մասնակցություն է ունեցել դրանց։ Կմեռնի գործակալությունը, ինչպես Իլոն Մասկն էր պնդում, թե կաշխատի, բայց նոր գործելավոճով ժամանակի հարց է։ Առայժմ ակնհայտ է մեկ հանգամանք. Թրամփը հիմնովին փոխում է Բայդենի ու դեմոկրատների քաղաքականությունը։